նոյեմբերի 1-ից ոստիկանության զորքերը լուծարվել է որպես ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում եւ նոյեմբերի 1-ով գործարկվել է ոստիկանության գվարդիան, որը ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը չէ։ Հիմնական ֆունկցիոնալը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումն է, հատուկ բեռների ուղեկցումը, պետական տարբեր պաշտոնատար անձանց մասով ուղեկցման գործառույթի իրականացումը, քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աջակցման ֆունկցիան, ինչպես նաև պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունն է։ Սրանք է հիմնական ֆունկցիոնալը, բնականաբար սա ամփոփում է նաև արտակարգ եւ ռազմական դրության շրջանակներում գվարդիայի կոնկրետ ֆունկցիոնալի իրականացմամբ։ Նոյեմբերի 1-ից գործարկվել է եւ մենք հետեւողականորեն կատարելագործելու ենք ծառայողների հմտությունները, որ այս գործառույթները պատշաճ կերպով իրականացվեն։ Երեք տարեկան երեխայի հետ կապված որոշակի տվյալներ կան, վարկած, որ երեխային սպանել են, դուք գնահատական եք, ինչ տվյալներ դուք ունեք այստեղ։ Ես ասեմ, որ երբ որ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց բնականաբար նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ դիտարկվի նաև հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած, բոլոր վարկածները վստահեցնում որ քննարկվել են։ Ցավոք սրտի պիտի փաստեմ, որ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ հանելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք եղբայրը պատմում էր, որ խեղդել են, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնեմ։ Երեխաները հայտնվել է դաշտամիջյան հատվածում, այսինքն հայրը տարել նետ է, հա, երեխային հետ հատված։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացվել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի անի, որովհետեւ ընտանիքը եւս 4 երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն 4 երեխա շարունակում ապրել են։ Հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաեւ տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որովհետեւ նաեւ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Այս թեմայով հարգելի գործընկերներ, խնդրում եմ հասկանալ այլ տվյալ հաղորդել չեմ կարող։ Դուք Գյումրու դերքերից տեսանյութեր եք ուսում, որպեսզի հասկանալ բռնությունը, թե ոստիկանությունների կորսանված ուժի գործածում